բացվել է վճռական գրոհը հայոց եկեղեցու դեմ։ Եկեղեցու մեջ ներդրված էին օտար գործակալներ ամենաբարձրաստիճան դիրքերում։ Ինչ գաղտնի բանակցություններ են ընթանում այդ Թրամփի ուղի կոչվող այդ երթուղու վերաբերյալ եւ մեզ չեն ասում։ Օտար ուժերի նպատակը եղել է Հայաստանում քաղաքացիական պատերազմ հրահրելը։ Պետք է ամեն ինչ այդ օտար ուժերը անեն, որպեսզի օգնեն ԿՊ-ին եւ Փաշինյանին անձամբ։ Եկեղեցին թուլացնելուց հետո Հայաստանում փորձելու են հիմնել բազմաթիվ մզկիթներ։ Մեկ մահմեդական հայ չկա աշխարհում։ Նիկոլի միջոցով իրականացվեց այդ օտար պետությունների ծրագրերը։ Լուրջ բանակցություններ Ադրբեջանի հետ տեղի չեն ունեցել։ Այդ բոլոր բանակցությունները եղել են հայկական կողմին խաբելու նպատակով։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն, զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է, այսօր մեր հյուրն է ռազմական պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը։ Բարև եք եկել։ Բարև ձեզ։ Պարոն Այվազյան, երեք տեսանք, թե ինչ հերթական խայտառակություններ, թույլ տվեք ասել, գնացել էր Հայաստանի կառավարիչը ուժային կառույցների հետ պատարակ անելու։ Երկար չխոսեմ, էլի, ձեր գնահատականը, դուք նայում եք, ինչ զգացումներ ունեք եւ ինչ մասնագիտական վերլուծության կենթարկեք։ Ճիշտն ասած, ես մի քիչ ավելի միշտ լայն ու փորձում եմ համապարփակ նայել, ոչ թե առանձին դրվագների վրա կենտրոնանալ, իսկ եթե լայն ենք նայում, հասկանալի է, որ հարձակումը եկեղեցու դեմ է եւ ոչ միայն եկեղեցու դեմ է, սա էլ է, այսինքն արդեն միայն եկեղեցու դեմ հարձակումը ինքնին շատ մեծ հարձակում է, բայց բացի դրանից սա հարձակում է ամբողջ հայ ժողովրդի դեմ, որովհետև նպատակ է դրված եկեղեցին պառակտել նաև Հայաստանի եկեղեցին, Սփյուռքում եղած մեր ուրեմն նույն այդ միասնական հայ առաքելական եկեղեցու կառույցի մեջ եղած թեմերից, այն խնդիրը, որ նա երեք էր գրել, թե երբ շատերը համարում են դա անհեթեթություն, հիմարություն եւ այլն, բայց այդտեղ շատ պարզ նպատակ կա, ասում է, սկսեմ պատարակը Հայաստանի հիմնով 1055։ Քանի որ պետությունն է ասում ստեղծել։ Սա տգիտություններ չի, սա ինչ ասա։ Ինչ է նշանակում դա, չէ՞ որ հայկական մեր եկեղեցիները սփռված են աշխարհով մեկ եւ տարբեր եկեղեցիներում ամեն անգամ պատարակը Հայաստանի Հանրապետության հիմնով սկսելը շատ պետություններում իշխանությունների դուրը չի գալու, ճիշտ է։ Հա, եւ արգելվելու է։ Այսինքն արդեն իսկ պատարակի մեջ առաջանալու է խզում Հայաստանի եւ Սփյուռքի եկեղեցիների միջեւ։ Բացի դրանից դրոշն է ասում դնենք դարձյալ խզում Հայաստանի եւ արտերկրում եղած հայկական եկեղեցիների միջեւ, թեև կան մեր եկեղեցիներում Հայաստանի դրոշ շատ եկեղեցի, բայց պետություններ էլ կլինեն բնականաբար, որ թույլ չեն տա կամ վատ աչքով կնայեն եւ այլն։ Այսինքն նպատակները շատ են, հայկական ինքնության վրա է հարձակում կատարվում, Սփյուռքի կառուցվածքային կազմակերպվածության վրա է հարձակում կատարվում, հավատացյալ հայերի եւ ոչ հավատացյալ հայերի անգամ, պարզապես հայ քրիստոնյա մարդկանց զգացմունքների եւ հույզերի վրա է հարձակում կատարվում, հասկանում եք, նրանք ընտրել են մի ուղղություն հարձակման,
որը միաժամանակ հարվածում է Հայաստանին, Հայաստանի անվտանգությանը, հայկական ինքնությանը, Հայաստան-Սփյուռք կապերին եւ մի շարք այլ խնդիրների։ Հա, այդպիսի մի գործողություն է սա, բայց պետք է նաեւ հասկանալ, որ սա ինքնին միայն եկեղեցու հարց չէ, այլ Հայաստանի անվտանգության դեմ ուղղված մի մեծագույն ուրեմն դիվերսիա է, որը ի դեպ նախապատրաստվել է վաղուց, որովհետև մինչև այս հարձակումը սկսելը հայ եկեղեցու դեմ վերջին տասնամյակներին կատարվում էին արդեն իսկ վարկաբեկիչ բազմաթիվ աշխատանքներ, փորձում էին ժողովրդի տեսակետներում, աչքերում նսեմացնել եկեղեցու դերը եւ ոչ միայն նսեմացնել, մեզանում գրքեր են լույս տեսել թշնամու պատվերով գրված, բայց բազմականակ տպաքանակներով, այսպես տպվել են, տարածվել են, որտեղ ցույց է տրված, թե եկեղեցին իբր եղել է հայկական պետականության թշնամին, հայ թագավորների թշնամին, հայ ազատագրական շարժումների թշնամին, այնինչ ճիշտ հակառակն է միշտ եղել։ Եկեղեցին եղել է հայկական պետականության կողքին, միշտ հայ ազատագրական շարժումների կողքին, երբ դրանք եղել են։ Եկեղեցիները եղել են զինանոցներ, երբեմն ամեն ինչ են եղել, դպրոց են եղել, հիվանդանոց են եղել, այո, եղել են նաև հենց այդ գաղտնի կենտրոններ, եղել են ամրոցներ, որտեղ շատ եկեղեցիներ կառուցված են անմատչելի վայրերում, հենց այդ նպատակներից մեկն էլ եղել է նաև իր ուրեմն անառիկ դիրքը, որը ծառայել է պատերազմների ժամանակ որպես ամրոց։ Իսկ շատ բան է եկեղեցին եղել։ Ուրեմն տեսեք ինչեր են եղել վերջին տասնամյակներում, գրքեր հրատարակվել են, ասացի, գրքեր են հրատարակվել, որոնց վերնագիրն էր Գրիգոր Լուսավորիչ թե Խավարիչ։ Իբր ուրեմն եկեղեցին Մամիկոնյանների հետ միասին իբր կատարել է հակապետական գործունեություն։ Վարդան Մամիկոնյանին կապելով եկեղեցու հետ փորձել են խփել միաժամանակ եւ Վարդան Մամիկոնյանի ու Մամիկոնյանների հեղինակությանը, որոնք հենց հայկական այդ ազատագրական շարժումների համար առաջին խորհրդանիշն են։ Համար առաջին խորհրդանիշը Մամիկոնյաններն են եւ նրանց թվում համար առաջինը Վարդան Մամիկոնյանն է։ Տեսեք թե որքան սուտ, կեղծ գրքեր եւ հոդվածներ են հրապարակվել Վարդան Մամիկոնյանի դեմ, բայց միաժամանակ որպեսի խփեն նաեւ եկեղեցուն։ Իսկ Հայաստանի պետական հերոստատեսությամբ կազմակերպում էին հաղորդումներ, բանավեճեր, ճիշտ էր գործում Վարդան Մամիկոնյանը, սխալ էր, Վասակցյունին դավաճան էր, դավաճան չէր եւ այլն եւ այլն։ Այս ամբողջը նախապատրաստական աշխատանք է կատարվել։ Բացի դրանից կատարվում էր այլ տիպի նախապատրաստական աշխատանք, որ հենց այսօրվա համար, որտեղ հիմա սկսվել է վճռական գրոհը հայոց եկեղեցու դեմ։ Մինչ այդ նախապատրաստական աշխատանքներ, մանր գրոհներն էին, աչից ձախից, աչ թևից, ձախ թևից, թիկունքից հարվածում էին եւ այն իդեպ, որ եկեղեցին ինքը լավ չէր կազմակերպում իր պատմության պաշտպանությունը, գալիս է արդեն հիմա պարզ երևում է, թե այն ժամանակ էլ ով գիտեր, գալիս է նրանից, որ եկեղեցու մեջ էլ ներդրված էին օտար գործակալներ։ Դե հենա տեսանք։ Այո, հենց սրբազանների տեսքով։ Այո, տեսեք այդ գրքերը լույս էին տեսնում, գրեթե պատասխան չի եղել եկեղեցու կողմից։ Այնինչ եկեղեցին ուներ ռեսուրսներ, որ կարող էր կազմակերպել այդ պատասխանը գիտական մակարդակով, ճիշտ կազմակերպված հակաքարոզչությամբ, հոդվածներ եւ այլն եւ այլն։ Եղել են մանր բաներ, այնինչ դիմացը ահռելի հարձակումներ են, այդ հարձակումների դիմաց եկեղեցին պատասխանել է այսպիսի մանր հակահարվածներով, շատ մանր եւ շատ քիչ։ Ինչու, որովհետեւ մեջը ներդրված են եկեղեցու մեջ, ներդրված են օտար գործակալներ ամենաբարձրաստիճան դիրքերում։ Տեսանք։
Տեսնում եք 10 սրբազան արդեն երևակվեցին, չի բացառվում, որ էլի կերևակվեն։ Հասկանում եք, եւ սա էլ պետք է հասկանալ, որ սա բնական է, ամեն ինչ չի կարելի բացատրել, գիտեք, որ ասել թե ինչ վատն են, այս ինչ կադրեր են եւ այլն։ Պատկերացրեք, հա, եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյան եւ նույնիսկ ցածրաստիճան պաշտոնյան կարող է հայտնվել աշխարհի տարբեր պետություններում իր ծառայության ընթացքում։ Եվ բնականաբար այդ եկեղեցական, այդ հոգևորական մարդը հայտնվում է միաժամանակ օտար պետությունների հատուկ ծառայությունների ուշադրության ներքո։ Թանկարժեք կադր կարող է լինել իրենց համար։ Ոչ միայն Հայաստանի մեջ, Հայաստանի դեմ կամ Հայաստանում ինչ որ գործունեություն ծավալելու թե տեղեկությունների հայթայթման առումով, թե ահա հիմա տեսնում եք ինչ են անում, ինչպիսի պարակչական բացահայտ աղանդավորական գործունեության են լծվել այդ 10 եպիսկոպոս, արքեպիսկոպոսները, այլև կարող են ծառայել նաև այլ դիրքերում, այլ պետություններում, այլ նպատակներով։ Հասկանում եք, այսինքն նրանք շատ թանկարժեք կադր են եւ ոչ միայն հայ եկեղեցականները, այլ բոլոր հոգևորականները, այդ թվում կաթոլիկ հոգևորականները, այդ թվում մյուս հոգևորականները, որոնց նվիրապետական կառույցը ծրված է աշխարհով մեկ։ Հասկանում եք, այսինքն նվիրապետական աթոռ ունենք, հա։ Այո, ասեք մի քիչ ավարտեմ ես այս միտքը, որովհետև սա կարևոր է հասկանալ, որ ամեն ինչ չբացատրենք, վայ ասելով, վայ մենք էս ինչ վատն ենք, վայ մեր եկեղեցին, վայ մեր ժողովուրդը, վայ մեր հասարակությունը, այդպես չի, օբյեկտիվ պայմաններ կան։ Մյուս օբյեկտիվ պատճառը, որ այսօր եկեղեցու մեջ հայտնվել են նման մարդիկ, դա այն է, որ եկեղեցին փաստորեն խորհրդային միության ժամանակաշրջանում շատ փոքր եկեղեցու սպասավորներ, փոքր թվականակ ունեին Հայաստանում։ Եթե չեմ սխալվում, 1989 թվականի դրությամբ մոտավորապես 40 հոգի էին, թե 30, թե 40 հոգի էին։ Պատկերացնում եք, դա թիվ չէ։ Դա թիվ չէ։ Իսկ հիմա դրա տասնապատիկն են։ Ուրեմն պետք է արագ հավաքագրել եկեղեցու մեջ մարդկանց եւ այդ արագ հավաքագրման պատճառով եկեղեցու մեջ հայտնվել են բազմաթիվ պատահական մարդիկ գործակալներ չէ, նաեւ գործակալներ հետո կարող են դրանք հեշտ վաճառվող, հա, սկզբունք, հա բազմաթիվ մարդիկ, ովքեր մեկը չի ուզեցել բանակում ծառայի են, մյուսը ուզեցել է թեթև կյանք, այդ նայել է տեսել է այստեղ ավելի կարծես թե իր կարծիքով թեթև է, չի հասկացել, որ իրականում հեշտ գործ չէ հոգևորական լինելը, իսկական հոգևորական։ Այսինքն այս պատահական մարդկանցից ոչ հավատացյալ նաև մարդիկ են հայտնվել այնտեղ։ Եվ հիմա տեսնում ենք սրա արդյունքը, որ շատ առումներով օբյեկտիվ է։ Շատ առումներով է օբյեկտիվ եւ ասացի, մի կողմից պատահական մարդկանց թիվն է շատ, ինչպես նաև մեր բանակում նման իրավիճակ ստեղծվեց։ Պատահական գեներալներ հայտնվեցին, ինչպես նաև մեր պետական համակարգում նման իրավիճակ ստեղծվեց եւ պատահական մարդիկ զբաղեցրեցին շատ կարևոր բարձրաստիճան ուրեմն պաշտոններ, դիրքեր եւ այս երկրի հերն անիծեցին, սկսած չեմ ուզում ասել ամենավերևից մինչև միջին օղակները։ Ուզում եմ ասել, ոչ միայն եկեղեցում է այդ վիճակը եղել, այլև պետության մյուս կառույցներում, բանակում եւ եկեղեցին էլ նմանատիպ մի իրավիճակում է հայտնվել։ Ուրեմն այս իրավիճակը պետք է հասկանանք եւ հասկանանք, որ հիմա սկսվել է վճռական գրոհը հայոց եկեղեցու դեմ, որը չի ավարտվելու անգամ եթե հաջողվի տրոհել հայոց եկեղեցին, դրանով չի ավարտվելու։ Փորձելու են այնուհետև ուրեմն նախ հիմա ինչ են ուզում անել այս ամեն ինչով հանդերձ այս աղմուկներով, որ ժողովրդին հիասթափվի եկեղեցուց, հայկական եկեղեցուց եւ գնա այլ կրոնական ուղղություններով փնտրի իր փրկությունը, իր հոգու հանգիստը։ Բացահայտ այ դեպարվում է կյանքի խոսք աղանդի ղեկավարը 7 վերք եկեղեցու բակում էր։
Փաշինյանին ուղեկցել էր այնտեղ։ Պարոն Այվազյան, հարցս հետևյալն է, բայց ամեն պատարակից հետո ավելի է խայտառակվում Փաշինյանը հանրային ընկալման մեջ, բայց շարունակում է իր այդ բանը, գործելավոճը։ Ո՞նց եք բացատրում սա։ Իսկ ակնհայտ է, չէ՞ որ մեծ առումով թշնամու ծրագիրը տապալվելա կամ տապալվեց, կամ գուցե մենք չենք հասկանում որն է խորքային խնդիրը։ Ամեն դեպքում հարվածները շարունակական են ինքը ինչ է շահում։ Չէ, ինքը ոչինչ չի շահում։ Իրան հանձնարարվել է ինքը։ Մի բան շահում է, մեդիա աղբը գեներացնում է, հա, բոլորս զզվում ենք։ Ես Facebook-ում դնում եմ 4 սրբազանի նկար, ասում եմ ամոթ ձեզ, որ գնացել եք ուրացողի հետ, ձեր եղբորը սրբազան եղբոր եկեղեցում կամ առաջնորդարանում գնացել եք պատարակ եք մատուցում։ Ու կեղծ պատարակ, որտեղ կապարակ ընկել էին 7 վերքի բաները, պարագաները, հա, պատարակին կիրառվող։ Ու խայտառակությունը, էլի։ Սրան ինքը հասավ, որ ես կարողանում եմ հասարակ մարդկանացու, հավատավոր հետևորդ, այտենց, չգիտեմ, հանրայնացնեմ զզվանքս։ Սրան հասավ ինքը։ Քանի որ շարունակական է, տեսեք, հիմա մի ուրիշ նպատակ էլ կա այնտեղ, ուղղակի ես պետք է շարունակեմ մի քիչ թե նպատակները, որն է, որտեղ կան մոտակա նպատակներ եկեղեցու դեմ այս գրոհի եւ հերրական ավելի խորքային նպատակներ կան։ Հիմա մենք առնչվում ենք այս մոտակա նպատակներն ենք տեսնում, կարճաժամկետն են ավելի վառ երևում, բայց ես կասեմ, թե որոնք են նաեւ հերրականները։ Իսկ ձեր հարցին տեսեք, մի ուրիշ խնդիր կա, որ անընդհատ հայ հասարակությանը պետք է պահել լարվածության մեջ, որպեսզի նա այնքան հոգնի, այնքան հյուծվի հայկական խնդիրներից, որ այլևս փորձի չզբաղվել դրանցով։ Եվ այդպես էլ կա, շատ շատերը իրենց անջատել են, չեն նայում ոչ հայկական նորություն, ոչ սրան են հետևում, ոչ նրան են հետևում։ Սա նպատակներից մեկն է, շատ կարևոր նպատակ է, որի ընթացքում Փաշինյանենք դրսի հանձնարարությամբ շարունակում են իրենց կոլաբորացիոնիստական գործունեությունը, այսինքն թշնամու հետ, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ համագործակցությունը։ Տեսեք, այս աղմուկի ներքո հանդիպումներ են տեղի ունենում Ադրբեջանում, Գաբալայում, հանդիպումներ են տեղի ունենում ուրեմն թուրքերի հետ սահմանակետերին մեր, ինչ գաղտնի բանակցություններ են ընթանում այդ Թրամփի ուղի կոչվող այդ երթուղու վերաբերյալ եւ մեզ չեն ասում։ Ասել են չէ, միջանցք չի, բայց գաղտնի են բանակցություններ, ինչի մասին են այդ բանակցությունները։ Ով է այնտեղ տիրություն անելու, ինչ ուժեր են կանգնելու, ինչի մասին է խոսքը, հայ ժողովրդին չեն ասում։ Սա էլ մեկ ուրիշ նպատակ է, այսինքն շատ լավ մի ձեր ենք թել, շեղել ուշադրությունը, մոլորեցնել մարդկանց, գիշեր-ցերեկ այս ներքին կռիվների մեջ մտցնել, ներքին իրականում քաղաքացիական հիբրիդային պատերազմ վարել, եւ այսօր այդպես էլ կա։ Ես 21 թվականից սկսած նույնիսկ միշտ ասել եմ, օտար ուժերի նպատակը եղել է Հայաստանում քաղաքացիական պատերազմ հրահրելը։ Շատ վաղուց 90-ականների կեսերից այդ նպատակը ունեցել են, չի հաջողվել, մարտի 1-ին էլ նույնիսկ չհաջողվեց, բայց արդեն իսկ բավականին մի վատ բախում տեղի ունեցավ, հետո դարձյալ չհաջողվեց, հիմա իշխանությունը ինքը իր ռեսուրսներով սկսել է այդ քաղաքացիական հիբրիդային պատերազմը, որը կարող է մի օր վերաճել արդեն թեժ փուլի։ Բայց իրենք սկսել են, այսօր մենք քաղաքացիական պատերազմ ենք տեսնում Հայաստանում, սա ինչ է, տեսնում եք, որ ամեն շաբաթ ամբողջ ժողովուրդը լարվում է, շաբաթ օրը գալիս է, կիրակի օրը գալիս է, պատարակը ինչպես կընթանա, բախում կլինի, չի լինի, որ եկեղեցականը կդավաճանի, որը հավատարիմ կմնա, եւ այլն։ Սա էլ է կարևոր նպատակ, չէ՞, տեսնում եք, իրենք կարողանում են այդ ամենը իրականացնել, իհարկե բախվելով նաեւ շատ լուրջ խոչընդոտների, նաեւ ժողովրդի մեջ շատ մի զանգված էլ կա, որի մեջ իրականում վերազարթնել է իր հայոց եկեղեցու նկատմամբ, իր հավատի նկատմամբ, հետաքրքրությունը, հավատն է ինչ որտեղ վերականգնվել, այլ աչքով են նայում վեհափառին,
որտեղ մինչ այդ շատ էին փորձել տարբեր միջոցներով վարկաբեկել եւ այլն եւ այլն։ Հիմա են փորձում ամեն օր որ կարդակ, թվում է թե մի հայրենասեր մարդ, բայց իրականում օտար գործակալ հարվածում է այս ձևով կամ այն ձևով անընդհատ խփում են։ Եվ հիշում եք մենք դեռևս օգոստոսին ես մի ելույթ ունեցա, ձեզ մոտ էլ կարծեմ այդ մասին խոսել ենք, որ Փաշինյանը եւ Ալիևը առնվազն իմ հաշվարկներով 5-6 օրը մեկ ուժգին հարված պետք է հասցնեն։ Հիշում եք օգոստոսին էի ասել, բայց հիմա փաստորեն ստացվեց, որ առնվազն ուրեմն 7 օրը մեկ իրականում մի քիչ ավելի շատ, ավելի սեղ ժամկետ է, որովհետև այդ 7 օրը Կիրակի, ամեն Կիրակի է հարվածը գնում, որը ուշքի չգա հանկարծ հայ ժողովուրդը։ Ուշքի չգա, արտաքին թշնամիները եկել են, գրավել են իր տարածքները, արդեն մտնում են Հայաստան, Ալիևը շարունակում է խոսել Արևմտյան Ադրբեջանի մասին, վերադարձի մասին, պնդում է այնպես, իսկ այստեղ ամբողջ ուշադրությունը ժողովրդի տանում են դեպի կեղծ պատարակներ, այս եկեղեցու բախումներ, վեհափառի դեմ, այդ տաճարի դեմ գրոհ կլինի, սա կլինի 4 եպիսկոպոս, 3 արքեպիսկոպոս, 1 եպիսկոպոս ձերբակալված է։ Սա խայտառակություն է, այսօր քանի պետություն կա, որտեղ 4 եպիսկոպոս է ձերբակալված։ Շատ քիչ, երևի ես չգիտեմ, իհարկե կան պետություններ, որտեղ հոգևորականները հետապնդումների են ենթարկվում, բայց այդ պետություններում գործում են ավտորիտար ռեժիմներ։ Պարոն Այվազյան, իլերում են ձեր ասացի, օրինակ նույն երեկվա ոնց որ որպես շարունակություն էլի հնարավոր վտանգների, ԱԺ խոսնակը երեք ասեց, որ ես լինեի հաջորդ պատարակը Մայրաթոռում կանեի։ Սա ինչ է ենթադրում։ Սա ենթադրում է անընդհատ ճնշում, լարում առաջացնել։ Բայց ձեր ասած բախմանն են տանում։ Այո, տանում են եւ արդեն բախում են։ Անպայման չի բախումը լինի։ Չէ, հենց ուղիղ բռունցքներով կամ հատուկ միջոցների կիրառմամբ ոստիկանության կողմից կամ ցուցարարների կողմից քարերով եւ չգիտեմ ինչերով, ոչ, անպայման չի բախում։ Սա բախում է։ Այ հիբրիդային քաղաքացիական պատերազմ, ես որ ասում եմ, հենց սա նկատի ունեմ։ Այս ամեն ինչը իրական բախումներ են արդեն։ Իրենք այդ քնած բջիջները օտար գործակալների հիմա արթնացրել են եւ դրանք սկսել են իրենց գործունեությունը, այսինքն վճռական փուլ է սա։ Հայաստանին հաջորդ տարի սպասվում են ընտրություններ, եւ այդ ընտրությունների միջոցով, եթե ԿՊ-ն վերարտադրվում է, իսկ շանսերը բավականին շատ են, քանի որ մենք ապրում ենք արդեն քվազի բռնատիրական պետության մեջ, ուրեմն պետք է ամեն ինչ այդ օտար ուժերը անեն, որպեսզի օգնեն ԿՊ-ին եւ Փաշինյանին անձամբ։ Չի բացառվում, որ կարող է օտար Փաշինյանը ինչ որ մի վճռական պահի օժանդակություն խնդրել օրինակ Թուրքիայից կամ Ադրբեջանից, նրանք էլ այստեղ ուղարկեն իրենց հատուկ ջոկատայիններին կամ չգիտեմ ում, որտեղ իրեն օժանդակություն ցույց տան։ Տեսեք, երեք այս գիշեր Նիգերիան հարվածներ էր հասցրել Բենինին, որտեղ հակակառավարական ինչ որ մի ցույցեր էին, թե հեղաշրջման փորձեր, թե չգիտեմ ինչեր, Բենինի կառավարությունը դիմել է Նիգերիային, թե առանց նույնիսկ այդ դիմումի Նիգերիան հարվածել է Բենինին իր օդուժով այդ ցուցարարներին հակակառավարական։ Իսկ եթե պետք լինի Ադրբեջանին եւ Թուրքիային, չեն կարող առանց նույնիսկ Փաշինյանի խնդրանքի իրենք հարվածեն, հետո ասեն ասա որ դու խնդրեցիր մեզանից։ Հարվածեն այստեղ հակափաշինյանական ցույցերին օրինակի համար։ Օդուժով, թե հատուկ ջոկատայիններ ուղարկեն այստեղ։ Հասկանաք, այսպիսի իրավիճակ է ստեղծված։ Շատ ծանր իրավիճակ։ Դե եթե ուժայինները պետքա նստեն ու ասենք անձնական օգտագործման համակարգեր լինեն։ Դե այսօր դրա համար քրեական հանցագործ կարծեմ վարչության այդ հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետը, եթե չեմ սխալվում ճիշտ ստորաբաժանման անունը,
ասենք 3 բանում էր, 7 վերքում էր։ Վխտում են։ Բանին այնտեղ էր ես կարդացի սպանությունները, մարդկանց վրա հարձակումները։ Այո, քրեական հետախուզության պետներ այնտեղ, այսինքն Ուգրոզիսկի պետը, այդ ռուսերեն ասած, Ուգալովներ Ռոզես, քրեական հետախուզության պետը ինչ գործ ունի այնտեղ, որ պետք է զբաղվի հանցագործներով, քրեական հանցագործներով։ Սա է, բայց մենք կարող ենք էլ այս քվազի պետության, քվազի բռնապետության, բռնատիրության այս իրավիճակների մասին մի քիչ չեմ խոսել, բայց ես ուզում եմ խոսել, որոնք են եկեղեցու դեմ այս հարցակումների հերական նպատակները, որտեղ շատ կարևոր է սա հասկանալ։ Բայց այնտեղ մի հարց էլ կար, օրինակ, ստացվում է վաբան կա գնում, կամ կարող եք հերական նպատակների մասին խոսել, հետո գանք սրան, էլի, որտեղ քայլեր է անում Փաշինյանը, որոնք եւ հասկանում ես, բայց նաեւ չես հասկանում, այսինքն եւ վնաս իրեն է, եւ կարծես մի քիչ sense ծոր վաբանկ գնա։ Այո, վաբանկի, որովհետեւ արդեն այնքան օրենքներ է խախտել, սահմանադրությունն է խախտել 1000 անգամ, Հայաստանի Հանրապետության օրենքներն է խախտել եւ այլն, նա արդեն կորցնելու բան չունի, պետք է վաբանկ խաղա, միշտ սրանից եւ վաղուցվանից է նա վաբանկ խաղում, նոր չի սկսել խաղալ վաբանկ։ Ուրեմն հերական նպատակները որոնք են։ Եկեղեցին թուլացնելուց հետո Հայաստանում փորձելու են հիմնել բազմաթիվ մզկիթներ։ Եվ արդեն ոչ միայն կաթոլիկ քարոզչություն իրականացնեն այստեղ, ոչ միայն եհովականները իրենց քարոզչությունն իրականացնեն մեր ժողովրդի մեջ, ավետարանականները, հիսունականները, չգիտեմ այս կամ այն աղանդը, այլ արդեն սուննի մահմեդական քարոզչությունը իրականացվելու այստեղ, մզկիթներ են բացվելու, որոնց ղեկավարները, այսինքն կենտրոնները, որոնց գտնվելու են Բաքվում եւ Անկարա Ստամբուլում, այնտեղից ղեկավարելու են այս մզկիթներին եւ անունը դնելու են, որ մահմեդական հայերի համար է նաեւ, ինչպես նաեւ այդ ադրբեջանցիների համար է, որոնք պետք է իբր գան Հայաստան, բայց բացի դրանից սկզբից դրանց ճանապարհը բացելու համար Հայաստան կարող են ուղարկել հարյուրավոր, հազարավոր քրդեր, թուրքեր, ասել գնացեք, ասեք, որ մենք մահմեդական հայեր ենք։ Այդ մյուս դիվերսիան, որի մասին ես 20 տարի առաջվանից խոսում եմ, որ այս ամբողջ պատմությունը մահմեդական հայեր մասին, որ սկսվեց ի դեպ 2004-2005 թվականներից, այդ իբրվա Թուրքիայում ապրում են միլիոնավոր մահմեդական հայեր, ինչ թիվ ասես, ով ինչ թիվ ասես ասում է, այնինչ մեկ մահմեդական հայ չկա աշխարհում։ Եթե մահմեդականություն է ընդունել, այդ մարդը ուրեմն ամբողջությամբ փոխել է իր ինքնությունը, ամբողջությամբ Հայաստանի նկատմամբ որևէ պարտավորություն, հոգեբանական ուրեմն կապվածություն ոչինչ չունի այլևս։ Հայոց լեզվի նկատմամբ նաև ոչինչ չունի։ Այս հեքիաթները Հայաստանում տարածվում էին 20 տարի առաջ իշխող շրջանակների կողմից, մասնավորապես հանրապետական կուսակցության, նաև դաշնակցություններ այս գործերի մեջ, այս մահմեդական հայություն կեղծ հեքիաթների մեջ մխրճված։ Եվ հիմա պարզ երևում է, որ այդ մահմեդական հայության խնդիրը բերելու են, ջարդելու են մեր գլխին շատ շուտով, ասելու են, սրանք մահմեդական հայեր են, հետո կտեսնենք մեր հարևաններն են սկսել նամազ անել, քանի որ այդ մզկիթները, որ Հայաստանում փորձելու են բացել, այդ մզկիթներն ունենալու են մեծ նյութական բազա եւ ֆինանսական բազա։ Ինչպես էին աղանդները մարդկանց ներքաշում, նաեւ այն ծանր տարիներին ֆինանսական օժանդակությամբ, ինչ-ինչ նյութական օժանդակությամբ, հետագայում տարածվեցին արդեն կարիերայի մեջ էին մարդկանց օժանդակում, որ դու պաշտոն կզբաղացնես, եթե լինես օրինակ այս կամ այն աղանդի անդամ։ Հիմա տեսնում ենք։ Բայց նույնը կատարվելու է մահմեդական այս մզկիթների բացումից հետո։ Այսինքն փորձելու են հայկական ինքնությունն ամբողջովին ջարդուփշուր անել, նաև կրոնական եւ հոգեվոր ոլորտում։ Սա հերական նպատակները սրանք են։
որ պետք է պարզ մարդիկ հասկանան։ Դժվար է մի քիչ այս պահին պատկերացնելը, բայց ես այս մասին խոսել եմ 2004, 5, 6, 7, 8, գրել եմ, խոսել եմ բազմաթիվ հոդվածներ, ելույթներ, դասախոսություններ։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Պարոն Այվազյան, տեսեք, այս ամենի դեմ պայքարի հավաքական առումով, հա դուք մի ուղղություն ասեցիք, բայց ուղղությունները բազմաթիվ են՝ անվտանգություն, տնտեսություն, ինքնություն, հոգևոր կյանք եւ այլն։ Սրա դեմ պայքարի այսօր քաղաքական ուժերը առաջարկում են կամ այլ ընտրանք, որպես այդպեսին չկա, չնայած առաջարկներ կան, ընտրություններ։ Իսկ մյուս տարի ընտրության ենք գնում։ Այո։ Դուք ինչ եք ասում ընտրության որպես գործիքակազմ։ Մեջբերում եմ ձեր ասածը։ Ժամանակն է գիտակցելու, որ ներկայիս պայմաններում Հայաստանում ազատ, արդար եւ մրցակցային ընտրությունների անցկացումը փաստացիորեն բացառված է եւ դրանց միջոցով իրավիճակ փոխելու հնարավորություն չկա։ Ճիշտ է մեջբերումը։ Այո, ինչու։ Քաղաքական դաշտը պատրաստվում է գնա ջախջախի Փաշինյանին։ Դուք ասում եք դա ձև չի։ 21 թվականին էին պատրաստվում գնալ եւ Ինչպես կարող են ընտրություններ լինել մի երկրում, որտեղ իշխանությունների միջև տարանջատում չկա այլևս, այսինքն գործադիր իշխանությունը, օրենսդիրը եւ դատական իշխանությունը մեկ մարդ է, մեկ կենտրոն է, մեկ մարդ է, մեկ կուսակցություն է, մեկ։ Երկրորդը, ինչպես կարող են լինել ընտրություններ մի երկրում, որտեղ ամեն օր իրականացվում են խոշորագույն անօրինականություններ, ապօրինի գործողություններ իշխանության կողմից։ Եվ ընդդիմությունը կամ հասարակությունը նաև չի կարողանում հակադարձել այդ ապօրինի գործողություններին։ Չի կարողանում կանխել դրանք, չի կարողանում կասեցնել դրանք, չեն աշխատում պետական մեխանիզմները։ Օրինակ այս 4 բարձրաստիճան հոգևորականների ձերբակալության եւ կալանավորման հարցերը հիմա արդեն դատվածություն ունեն։ 1-2-ը ուրեմն կարողանում է ընդդիմությունը ինչ-որ մի բան անել կամ հասարակությունը չի կարողանում։ Ուրեմն պարզ է նաև, որ իշխանությունը որևէ պարագայում չի թույլ տալու, որ ձեռքերից գնա իշխանությունը, որովհետև ինքը ենթարկվելու է քրեական պատասխանատվության բազմաթիվ հոդվածներով, սկսած մանրներից վերջացրած պետական դավաճանությունով եւ այլն եւ այլն։ Հենց թեկուզ վերցնենք սահմանադրության այս վերջին կետի խախտումը, որով նախատեսվում է եկեղեցու եւ պետության տարանջատում, որ արդեն Փաշինյանը թքած ունի այդ բոլոր կետերի վրա, սահմանադրության վրա, օրենքների վրա, եկեղեցու մասին օրենքի վրա եւ այլն։ Ուրեմն ինչու պետք է այսօրվա գործող ռեժիմը խախտումներ չանի ընտրությունների ժամանակ, եւ խախտումներից է կախված նրա ամբողջ ուրեմն ապագան։ Հա, կյանքի հարց է, այո, ուրեմն անելու են խախտումներ։ Վերիձվար ամբողջ ընտրական գործընթացը ենթարկվելու է խեղաթյուրումների, տեղեկատվական մեքենայությունների, ապօրինությունների եւ վերջում էլ կեղծիքների, լայնածավալ, լայնատարած կեղծիքների։ Պարզ է, չէ, այսինքն կասկած կա դրանում։ Եթե թվեր նկարեն իրենց ձեռնտու,
ընդդիմությունը եւ հասարակությունը կարողանալու են այդ ժամանակ ապստամբել։ Այսինքն ամբողջ հույսը հիմա պետք է դնի ընդդիմությունը ապստամբության վրա։ Հետընտրական ապստամբության վրա, բայց տեսեք, հետընտրական ապստամբությունը ինքնին կարող է չստացվել, քանի որ ժողովուրդը միայն լսելով այն թիվը, որ դարձյալ 51% կամ ավել կամ ստացել է դարձյալ Փաշինյանական այսօրվա խունտան, միանգամից թերաթափ է լինելու։ Մեկ։ Երկրորդը, ովքեր են լինելու այն ուժերը եւ այն լիդերները, որոնց հետևից հասարակությունը պետք է գնա եւ ամբոստանա։ Կան այսօր այդպիսի ուժեր եւ լիդերներ։ Կան։ Դե եթե կան, թող այսօրվա այս ապօրենություններին ցույց տան իրենց մի բանով ցույց տան, մի հատ խոշոր բողոքի ցույց անցկացնեն, մի ինչ որ ստեղծագործական մոտեցում ցուցաբերեն բողոքի վերաբերյալ, չեն անում, չէ՞։ Բայց այն ժամանակ պիտի անեն 21 թվականի ընտրություններից հետո ինչ արեցին։ Դե մոտիվացիան բարձր է այն ժամանակ։ Ուրեմն, այսինքն իրականում ընտրություններով Հայաստանում իշխանափոխություն երբեք չի եղել, դա էլ մի քիչ այլ պատճառներ ունի, որտեղ այն ժամանակվա ռեժիմներն էլ այսպես ժողովրդավարական ռեժիմներ չէին, նրանք էլ էին թվեր նկարում շատ հաճախ եւ այլ։ Եվ սա էլ այդպես է լինելու։ Ասում եմ, եթե գնում են ընտրության, մի հույս պետք է ունենան հետընտրական ապստամբություն, իսկ դա էլ նման է լինելու ռուսական ռուլետկայով խաղին։ Կստացվի, չի ստացվի։ Չէ, ընդդիմադիր ուժեր կան, ասում են այնքան էականորեն իրավիճակը փոխվել է, ժողովուրդը հիմա զզվում է, գիտի սրանք ով են, ինչ են, բայց ենթադրենք 80% գնաց ընտրեց ընդդիմությանը։ Հովակիմյան վաղ հելավ ասեց 120%-ով ընտրվել է ԿՊ, ուռա տավարիշի։ Ինչ ես անելու։ Հենց դա է խնդիրը ամբողջ։ Ես մի քիչ ավելի մանրամասն եմ իմ երեկվա գրառման մեջ գրել, որ փաստացիորեն բացառվում է Հետևաբար ձեր առակ ինչ կցուցանե։ Իմ ասածը շատ պարզ է, պետք է ապահովել այն նախադրյալները, իրավական, քաղաքական, պետական, սահմանադրական նախադրյալները, որոնց միջոցով հնարավոր է անցկացնել ազատ, արդար եւ մրցակցային ընտրություններ։ Դե դա ոնց անես, հնարավոր է այդպես։ Այո, այսօրվանից պետք է այդ մասին այն ուժերը, եթե ասում են մենք պետք է իշխանություն փոխենք եւ այլն, այսօրվանից պետք է մտածեն, հազարումի ձև ունեն, թող բողոքներ կազմակերպեն, տարբեր միլիոնատառիթ կա։ Հենց այս առիթները ինչ են։ Չես տեսնում ընդդիմությանը։ Ընդդիմությունը չկա։ Ընդդիմությունը ամբողջ հույսը դրել է, որ կգնամ ընտրությանը եւ այնտեղ կհաղթեմ։ Այդպես արդարության համար ասենք, որ ընդդիմության մի թեփ իդեմը Սերժ Սարգսյանին, ասում եք իմպիչմենտ անենք։ Ռեալ չէ իմպիչմենտը։ Դե ասեք, մի բան անում են։ Գիտեք, երբ նրանք ունեն որոշակի ռեսուրսներ, այդ ռեսուրսների հաշվարկի հիման վրա կարող են մշակել տարբեր տիպի գործողություններ, օրինական դաշտում։ Այդ տարբեր տիպի գործողությունները բողոքի ակցիաներից սկսած, վերջացրած օրենսդրական քայլերով, նախաձեռնություններով, բողոքներով, չգիտեմ, բոյկոտով, սրանով, նրանով, այս քայլերը չեն արվում։ Միակ բանը, որ ընդդիմությունը անում է, խոսում է։ Ինչ անի, ելնի իշխանության գլուխը ջարդի, ինչ անի։ Ասացի։ Ուրեմն բողոքները, Էդ չի կարա, որտեղ քիչ է։ Բողոքները, բա որ հիմա քիչ է, ուրա գնում ընտրության այդպես։ Բա ինչ անի։ Ասում եմ, ֆիդայական պարտիզանական ժողովրդի հետ աշխատի այլ ակցիաներով, այլ գործողություններով, որպեսզի ներքաշի ժողովրդի լայն զանգվածներին այս բոլոր ապօրինությունների դեմ պայքարի դաշտ։ Հիմա որ եթե հիմա չի ներքաշում այդ պայքարի դաշտ, հետո ո՞նց է ներքաշելու։ Երբ թվերը արդեն ուրիշ լինեն եւ ոստիկանական ուժերը ծառայում են Փաշինյանին, ազգային անվտանգության ամբողջ համակարգը ծառայում է գործող ուրեմն ուժերին, իշխանությանը վերածվել է փաստորեն նրանց կամակատարների, այս պայմաններում գնալ ընտրությունների, ինչ ընտրության մասին կարող է խոսք լինել։ Շատ արագ է անցնում ժամանակը, մի թեմա էլ, որը
մի քիչ կարծես թե քաղաքական դիսկուրսի բերեց մեդիա տիրույթը, բայց միանգամից եկավ պատարակի օրը ու էլի գժվանք ազգովի։ Հրապարակեց իշխանությունը ուրեմն բանակցային փաստաթուղթ։ Փաշինյանը հրապարակեց բանակցային։ Մի քանի բաներ։ Ու այդ չգիտեմ փաստաթուղթ էր թե չէ, ոմանք ասում էին դա ինչ որ կոնգլոմ բան էր, հավաքածու էր։ Մի կտոր հայկական ժամանակի հոդվածից էր, մի կտոր չգիտեմ, փաստաթուղթ էր թե չէ, որտեվ ասցին դե Քոչարյանի բանից էլ գրասենյակից էլ ասցին հրապարակի պաշտոնական փաստաթուղթ։ Ձեր վերաբերմունքը այս բանավեճի մասով։ Սրանք ասում են խաղաղությունը մեղրին Քոչարյանն էր տալիս, նրանք հակառակը ու սենց, էլի կաշկալամաշ, էլի գժանոց, էլի սովորական մարդը բան չհասկացավ։ Այո, չի կարող հասկանալ, որտեղ մասնագիտական նեղ հարց է։ Խնդիրն այն է, որ տեսեք, երբ հրապարակվեցին այդ փաստաթղթերը, այդ փաթեթի մի մասը, ինչ որ փաստաթղթեր են հրատարակել բանակցային այս գործընթացից, այն ժամանակ, երբ Մինսկի խումբը վերջնականապես լուծարեց, այսինքն ԵԱՀԿ-ն, այդ Եվրոպայի անվտանգության ուրեմն եւ համագործակցության կազմակերպությունը Չեխիան հայտարարեց իր ստեղծած 1992 թվականին դեռևս իր ստեղծած Մինսկի խումբը, որը պետք է զբաղվեր Արցախյան խնդրի կարգավորմամբ։ Մենք տեսեք ինչ տեղի ունեցավ։ Արցախյան խնդրի կարգավորումը ստացվեց, դա Արցախի հայության հայաթափումներ եւ Արցախի հայության ցեղասպանություններ, որը փաստորեն ողջունեցին բոլոր այդ դերակատար ուժերը, որոնք իբր պետք է զբաղվեին Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ, բայց նրանք հայաթափումից հետո ողջունեցին, վազեցին օկուպացված Արցախ, Շուշի նկարահանվեցին, բոլոր դեսպանները Արցախում նկարահանվեցին, իրենց հիացմունքը հայտնեցին, թե ինչ հրաշալի աշխատանքներ են կատարվում շինարարական Արցախում, Միացյալ Նահանգների դեսպանը իր կնոջ հետ, եվրոպական պետությունների, Ռուսաստանի դեսպաններ կարծեմ այնտեղ եղել է եւ այլն, այս բոլորը այնտեղ եղել են, չեմ ասում միջինասիական հանրապետությունների մասին, Ղազախստան, Ուզբեկստան եւ այլն, Պակիստան, այս բոլորը այսինքն այս Մինսկի խումբը ինչի համար է ստեղծված էր, որպեսզի գտնի այնպիսի լուծում, որով հայության իրավունքները իր պատմական բնորանում, իր 5000-ամյա բնորանում պահպանվեն։ Իսկ իրենք ողջունում են ցեղասպանությունը։ Հիմա հենց այդ պահին, դեկտեմբերի 1-ին, որ լուծարվեց Մինսկի խումբը, հենց այդ ժամանակ էլ հրապարակեց Փաշինյանը այդ փաստաթղթերը եւ հենց այդ ժամանակ էլ ընդդիմադիր ուժերը եկան եւ սկսեցին ասել, թե գիտեք ինչ, լավ փաստաթղթեր են եղել։ Շատ լավ փաստաթղթեր են եղել, որոնք օրինակ 19 թվականի փաստաթուղթը Փաշինյանը չի ընդունել, որը նախատեսում էր ուրեմն լավ բաներ, թե որոնք էին այդ լավ բաները։ Այսինքն կատարվում է, գիտեք ինչ, այդ մեծ տերությունների կեղտերի մաքրումով են զբաղված։ Այդ բանավեճը դրա մասին էր։ Փաշինյանը հրապարակել է գցում է հների վրա, հները գցում են Փաշինյանի վրա, այնինչ երկուսով միասին մաքրում է մեծ պետությունների հանցագործությունը, որը ցեղասպանություններ հայության Արցախում, հայաթափումներ։ Դա է ամբողջ նպատակը այս բանավեճի այս աղմուկեն մի քանի օր որ տևեց այդ աղմուկը, դա է որպեսզի խլացնեն այդ Մինսկի խմբի լուծարման հարցը։ Իսկ իրականում ինչ է, լավ փաստաթուղթեր էին, ինչն էին դրանց լավ։ Բոլոր այն փաստաթղթերը ներկա այսօրվա վիճակի տեսեք 100 գլուխ ասեմ ձեզ, բոլոր այն փաստաթղթերը, որոնցով նախատեսվում էր հայկական զորքերի նահանջ եւ դուրս բերում ազատագրված տարածքից Հայաստանի
ներառյալ Արցախի համար ոչ միայն ձեռնտու չէին, այլ մահացու վտանգ էին պարունակում։ Իսկ ուրիշ փաստաթուղթ չի եղել Մինսկի խմբի կողմից ներկայացված։ Բոլորը նախատեսել են հայկական զորքերի դուրսբերում, դիմացը որևէ լուրջ անվտանգության երաշխիք չի տրվել։ Միջազգային ուժեր։ Ծիծաղելի է։ Այդ միջազգային ուժերի մասին 1000 անգամ ես էլ եմ գրել, մի քանի ուրիշ մարդ էլ է գրել, որ այդ միջազգային խաղաղապահ ուժերը երբեք չեն կարող ապահովել Արցախի հայության անվտանգությունը եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը նաեւ հետագայում, երբ Արցախը փորձանեն դատարկելու։ Պարոն Ավետարյան, այսինքն Արցախը մնում էր հայկական։ Չէր մնալու։ Բերձոր տեսեք, չէր մնալու, մտան չէ միջազգային ուժեր։ Միջազգային ուժեր ռուսական ուժերը ուժ մտավ խաղաղ։ Այո, բայց եթե մտնեին բազմականակ ուժեր, բազմա ուրեմն բազմազգ ուժեր եթե մտնեին, կարծում եք Ֆրանսիա, չէ, կարծում եք որ մի քիչ կարող է Ալիևը զսպվեր։ Ոչ, չէր լինելու նման բան, որովհետև այդ մեծ պետությունների ծրագրերում չի եղել Արցախի հայության պաշտպանություն, այլ եղել է հայությանը թյուրիմացության մեջ գցելու, խաբելու նպատակ։ Այն բանից հետո, երբ հայկական զորքերը նահանջեին, տեղի էր ունենալու այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո։ Բայց դուք ինչ գիտեք փաստաթղթերում հայկական զինուժի դուրսբերումը նախատեսված։ Բոլոր փաստաթղթերում։ Այո, ոնց թե ինչ գիտեմ։ Հենց գիտեմ 100%։ Եթե մի բան ակնհայտ է, այստեղ ես չի որ ձեզ հետ պիվի չեմ, որևէ տեղ, որտեղից հայկական զինուժը ելնում է, այդտեղ արդեն ցեղասպանության հայաթափման վտանգ կա, վերջ։ Ոչ միայն դա, այսինքն լավ, ասենք թե նահանջեցին այդ հայկական ուժերը, բայց Ադրբեջանը երբեք իր նպատակներում չէր ասում, թե ես համակերպվելու եմ Արցախի անկախության հետ, Արցախը Հայաստանի հետ վերամիավորվելու հետ, Շուշիի հայկական լինելու հետ, Ստեփանակերտում հայկական իշխանության հետ, որը չի ճանաչելու Արցախի իշխանությունը, Ադրբեջանի իշխանությունը, ուրեմն միշտ Ադրբեջանը փորձել է խնդիրները տանել լավագույն դեպքում մինչև 88 թվական, այսինքն այնտեղից որտեղից սկսվել է հակամարտությունը, բայց բնականաբար Ադրբեջանի նպատակը եւ իրականում նրան սատարող ուժերի նպատակը եղել է հայաթափումը Արցախի։ Երբ մենք ասում ենք խաղաղապահ ուժեր կգային, ախր այդ խաղաղապահ ուժերը պետք է հասկանալ ինչ էին, բազմազգ ուժեր էին լինելու, հրամանատարական աբսուրդ մի կառուցվածքով, որ ԵՀԿ-ն երբեք չի ունեցել ռազմական գործողություն իրականացված, նույնիսկ ՄԱԿ-ի, տեսեք, խաղաղապահ ուժերը Լիբանանում կամ տարբեր ուրիշ տեղերում մենք ունենք փաստեր, որ չեն գործում, իսրայելական զորքերը գալիս են, վրաները սրանք չեն դիմադրում, վրաներով անցնում են, գնում են առաջ, կիլոմետրերով, տասնյակ կիլոմետրերով հետ են գալի, այդ միջազգային ուժերը չեն մասնակցում նմանատիպ կռիվների։ Սրեբրենիցայի պատմությունը ձեզ ծանոթ է, ինչ է տեղի ունեցել։ Միջազգային ուժ կար խաղաղապահ այնտեղ, որը չդիմադրեց էր, որ մերոնց ընդեղից հանային։ Իհարկե, եթե այս միջազգային ուժերը պետք է պաշտպանեին իրականում հայությանը, հենա թող պաշտպանեին 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո, բոլորը ողջունեցին։ Դե պատերազմի մեջ ես ասում, մտե պարտվել ես, ինչ։ Չէ, դե շկապ ունի, բայց իրենք ասել, պարտվել է որտե՞ղ մենք գնացել ենք Փաշինյանը, մենք չէ, գնացել է ոչ անհրաժեշտ հայտարարակ զիջումների եւ կապիտուլյացիայի իրականում, բայց որ այդ կապիտուլյացիայով նույնիսկ նախատեսվում էր, որ պետք է ուժերը առայժմ մնան այնտեղ, որտեղ կանգնած են, նախատեսվում էր Հայաստանի եւ Արցախի անխոչնդոտ հաղորդակցություն Բերձորի կամ Լաչինի միջանցքով։ Դրանից հետո այդ միջազգային ուժերը ոչ միայն ռուսները, որոնք այնտեղ էին, բայց մյուսները նաև մատը մատին չեն խփել։ 10 ամիս Արցախը շրջափակված էր։ 10 ամսվա ընթացքում ոչ ռուսական, ոչ արևմտյան լրատվամիջոցները այդ խնդիրը չեն լուսաբանել։ Բերանները ջուր են առել, որտեղ միասին համաձայնված են եղել, որ պետք է հայաթափվի Արցախը, զիջում է կատարվելու Ադրբեջանին։ Հասկանում եք, նույնը այն ժամանակ էր, եթե ուշադիր հետևեիք, եւ ես այս մասին գրել եմ, այսինքն
98 թվին, 2006 թվին անընդհատ գրել, ես ինչ որ ասում եմ, գրել եմ ավելի մանրամասն են բացատրել։ Ախր Արցախի խնդիրը, եթե Հայաստանի Հանրապետությունը չի բարձրաձայնում, ինչու պետք է Չէ, CNN-ը։ Հայաստանի Հանրապետության Մեկը եթե չի լուսաբանում դա, ինչու պետք է CNN-ը լուսաբանի, պարոն Այվազյան։ Կներեք, նախ շրջափակման հարցը ամեն օր լուսաբանվում էր։ Լավ է։ Հայաստանում բոլորս եւ նույնիսկ պետական ուրեմն լրատվական միջոցները գրեթե ամեն օր էլ խոսում էին Արցախը շրջափակված է էսենը։ Այդ մասին չի խոսքը։ Խոսքն այն մասին է, որ հիմա որ այդ միջազգային միջնորդները, միջազգային ուժերը երբեք չէին Հայաստանին տալու այն երաշխիքները անվտանգային, անվտանգության երաշխիքները, որոնցից նա զրկվելու էր տարածքներ հանձնելու դեպքում։ Այսինքն, եթե դու տարածք ես հանձնում, քո անվտանգության մակարդակը կտրուկ ընկնում է։ Այդ կտրուկ ընկնելու դեպքում ինչով ես լցնում այդ անվտանգության երաշխիքը։ Հիմա որ եկել ասում են լավ փաստաթղթեր էին, ասում են, բազմազգ ուրեմն միջազգային խաղապահ ուժեր կգային այնտեղ կմտնեին։ Բայց պետք է նայել արդեն մասնագիտորեն այդ միջազգային ուժերը, որ գալու էին, որ պետությունների ներկայացուցիչներն էին լինելու, քանի հոգի էին լինելու, ինչ հրամանատարական կառուցվածք էր լինելու եւ ժամկետն ու մանդատը նրանք գալու էին կարճաժամկետ, այդպես է գրված այդ փաստաթղթերում, կարճաժամկետ տևողությամբ էին գալու, մի տարի, 2 տարի, 3 տարի եւ գնալու էին։ Դրանից հետո ինչ էր լինելու, Ադրբեջանը պետք է նստեր եւ բանաներ, հա, մեր հետ խաղաղ, հանգիստ նույն բաները դնելու էր Ադրբեջանը։ Ափսոս ժամանակ չունենք, թե չէ կզրուցենք, բայց ստացվում է ճիշտ արի այս տղեն։ Ապրի Նիկոլ։ Ոչ, Նիկոլի միջոցով իրականացվեց այդ օտար պետությունների ծրագրերը, նրա ուրեմն տարբեր նպաստող եւ օժանդակ քայլերով, այդ թվում նրա, այնպես որ նրան դա տարբեր բաներ են, ոչ թե նա ճիշտ է արել, այլ ընդհակառակը, երբեք չէր կարելի համաձայնվել նոյեմբերի 9-ի այդպիսի կապիտուլյացիայի։ Մարդը պարտվել ենք, բա ինչ։ Չենք պարտվել, մենք չէինք պարտվել, կարելի էր շարունակել դիմադրությունը Ստեփանակերտ քաղաքում, եթե անգամ դրան հասներ գործը, բայց գործը դրան չէր հասնել, որովհետև ադրբեջանական բանակը արդեն իսկ հյուծված էր։ Մենք պարզապես հանձնել ենք այդ տարածքները։ Մեր ճակատը ճեղքված էր ընդամենը հարավում։ Այդպես եթե լիներ, ուրեմն մենք դեռևս 91-92 թվականին պետք է Արցախից հրաժարվեինք։ Ջեբրայել Հադրութ, հա։ Միայն հարավում, արևմտյան ճակատը պինդ էր, հյուսիսայինը պինդ էր, Խարվաճարի ճակատը պինդ էր, այսինքն կարելի էր, ոչ թե կարելի էր, այլ պետք էր շարունակել դիմադրությունը։ Տեսեք, ասենք, ինչպես է անում Ուկրաինան։ Նրանց պանիկան գցեցին, նրանց խայտարակեցին, դե հա, բարձա։ Եվ ձևեր կային շարունակելու, զենքը կար շարունակելու համար, մարդկային ուժը կար շարունակելու համար եւ այդ շարունակելու դեպքում դաշնակիցներ էլ կհայտնվեին, եթե տեսնեին, որ հաջողություն է ունենում ճակատում։ Այնպես որ Փաշինյանին արդարացնել չի կարելի, նա իրականացրել է այն, ինչ իրեն հանձնարարել են օտար ուժերը։ Դրա վկայությունը առնվազն հոկտեմբերի 19-ի Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկի մերժում։ Նո առնվազն։ Որտեղ մի քանի այդպիսի առաջարկ ա եղել պատերազմ կանգնեցնելու։ Գիտեք, ես այդ առաջարկներին այդքան չեմ վստահում։ Չէ, ներողություն, այստեղ մարդիկ կոնկրետ խորհրդարանական ուժեր հետը հանդիպել են վարչապետի հետ եւ ասել են, եղբայր, ինչու՞ չես կանգնեցնում, եթե ամեն օր մենք պարտվում ենք, եթե մեր գործերը ճակատում վատ է։ Ինչու՞ չես ընդունում այդ առաջարկը։ Չկա ոչ մի օդաբաշխ բացատրություն չկա։ Այդ առաջարկը չէր ընդունվելու Ադրբեջանի կողմից, եթե անգամ Հայաստանն ընդուներ, որովհետեւ Չէ, ասել է, որ Ալիևը համաձայնեցրած է։ Դա Պուտինն անձամբ ասել, եթե չենք հավատում իրան ուրիշ բան։ Այո, չենք հավատում, Պուտինը նաև ասել էր, որ պետք է ապահովի հայկական հուշարձանների անվտանգությունն ու ապահովությունը, հայ հոգևորականների ամարասում, դադիվանքում, ռուս խաղապահները պետք է ապահովեն Արցախի հայկական բնակչության անվտանգությունը, դա իր բառերն էին։ Ես չեմ հորինում։ Այնպես որ ամեն ինչ ասում է, սա ասել է կամ նա ասել է կամ այս փաստաթղթում այսպես է գրված, փաստաթղթերը հաճախ գրվում են խաբելու համար։ Հիմա տեսեք Գազայում Համասի հետ այդ բանակցությունները, որ տարվում են, կամ Հեզբոլայի հետ ինչ որ
համաձայնագիր է կնքվում զինադադարի մասին Լիբանանի հետ կամ Հեզբոլայի հետ, Համասի հետ, նրա Իսրայելը չի հարգում այդ կնքված համաձայնագրերը, միշտ խախտում է դրանք ուժի դիրքերից։ Եթե մենք զիջեինք այդ ամենը, նույն բանը Ալիևն անելու էր անընդհատ։ Այն հույսերը, որ դրանից հետո Ադրբեջանը Հայաստանին հետ լավ հարաբերություններ ունենալու եւ Արցախի հայությանն էլ հանգիստ էր թողելու, որ իրենք այսպես իրենց ազգային կյանքով ինքնակառավարվեին, դրանք սուտ հույսեր են, որտեղ այդպիսի բան այնտեղ չի եղել։ Տեսեք, ախա չեն խոսում այն մասին, այն խորքային հարցերի մասին։ Ոչ միայն այս Ալիևն է կատարել նման գործողություններ եւ այսպես խտացրել ատելությունը հայերի դեմ։ Նրա հայրը 1998 թվականի մարտի 26-ին, այսօրով է խոսում դրա մասին, ընդունել է հատուկ դեկրետ, օրենք ադրբեջանցիների ցեղասպանության մասին։ Այդ օրենքում նշված է, որ ադրբեջանցիները բազմակի անգամ ենթարկվել են ցեղասպանության, սկսած 1813 թվականի հայերի ձեռքով, 13 թվականի Թուրքմենչայից, 28 ուրեմն Գյուլիստանից 13 թվականի, 1828 թվականի Թուրքմենչայից, հետագայում 1905-6 թվականներին, հետագայում 1918 թվականներին, հետագայում դեպորտացիայի են ենթարկվել ադրբեջանցիները հայկական ԽՍՀ-ից, Խորհրդային սոցիալիստական հանրապետությունից 40-ականների երկրորդ կեսին, հետագայում 80-ականներին, այսինքն այն ժամանակվանից հիմքերը դրվել են այս արևմտյան Ադրբեջան այս խոսույթի, այս կեղծ ուրեմն ծրագրի արևմտյան Ադրբեջան, ադրբեջանցիները պետք է վերադառնան, սրա հիմքերը դրվել են 90-ականների երկրորդ կեսից։ Ինչ բանակցություն, եթե Ալիևն ընդունում էր նման կեղծ փաստաթղթեր, որոնց սրանք ստրատեգիական նշանակություն ունեցող փաստաթղթեր էին։ Իսկ մեզ ասում են, թե մենք լուրջ բանակցություններ ենք վարել, երբեք լուրջ բանակցություններ Ադրբեջանի հետ տեղի չեն ունեցել։ Այդ բոլոր բանակցությունները եղել են հայկական կողմին խաբելու նպատակով։ Պարոն Այվազյան, այստեղ եկեք միջակետ դնենք, առանձին այս թեման խորքային բացելու։ Շնորհակալություն այսօր այս թեմաներին անդրադառնալու համար։ Բարեկամներ, մեր հյուրն այսօր ռազմական պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն էր։ Շնորհակալություն նաև ձեզ ուշադրության եւ մեր ալիքին բաժանորդագրվելու համար։